Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում ReNews լրատվականի շաբաթօրվա առաջին թողարկումը, ես Լուսինե Ղարսայանն եմ, բարև ձեզ։ Անցած երեկոյան փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ ճամբարակ թթու ջուր հատվածում հրդեհ է բռնկվել։ Այրվում է խոտածածկ տարածք։ Ամբողջ գիշեր կատարվել են հրդեհաշիճման աշխատանքներ, որոնց ներգրավել են փրկարարներ Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ծառայողներ։ Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ եւ բնակելի գոտիներ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մինչև 80 հեկտար խոտածածկ տարածք։ Տեղում աշխատանքներ են իրականացնում 243 փրկարարական ծառայողներ, 6 միավոր հրշեջ տեխնիկա եւ 30 օպերատիվ խմբեր։ Երեկվանից Բաքվում են Հայաստանի քաղաքացիության հասարակության ներկայացուցիչներ։ Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում։ 5 հայ փորձագետների Բաքու մեկնելու կեցության եւ վերադարձի համար կառավարությունը հատկացրել է 17.5 միլիոն դրամ։ Բաքվում են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Միացյալ Նահանգների 27 սենատորներ նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական առաջնորդների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեց դատավարություններին, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Սենատորները նաև հիշեցրել են Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ռազմական հարձակման 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման մասին։ Ինչ վերաբերմունք ունեն մեր համաքաղաքացիները Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման Բաքվի ծրագրի մասին։ Հայկական կողմը պետք է զուգահեռաբար բարձրացնի հայերի Արցախ վերադարձի իրավունքի հարցը։ Մեր հարցախույզի ընթացքում լսել ենք տարատեսակ կարծիքներ։ Դիտենք ու վերադառնանք։ Ադրբեջանցիները ասում են, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա եւ բնակվի Հայաստանում։ Սրանք կողմ եք թե դեմ։ Դեմ եմ, իհարկե դեմ եմ։ Ինչպես կարելի է Թուրքիայի հետ ապրել։ Հնարավոր չի։ Ամեն դեպքում ընդհանրապես Միանշանակ ոչ։ Իսկ ովքեր որ ուզում են ապրեն, խնդրեմ դռները բացա իրանց համար, թող գնան իրանց մոտ ապրեն։ Նախկինում էլ ենք էլի բնակվում, ես Կապանի շրջանից եմ։ Մեր հարևանների մի մասը ադրբեջանցիներ են եղել։ Այսինքն նորմալ եք դրան նայում։ Դե նորմալ հիմա քաղաքակիրթ աշխարհում բոլոր տեղերում էլ տարբեր ազգության մարդիկ են ապրում, եթե նորմալ առաջներում նորմալ ապրում ենք էլի։ Կողմի հարց կա չեն գալու, իրանք սուտի խոսակցությունը։ Ադրբեջանցի գլուխները պատին են տալի իրանց հոր հետ։ Մեր հայրերը, մեր մայրերը, մեծերը ադրբեջանցիների հետ ապրել են ու շատ լավ են ապրել։ Հայերից, այ հիմիկվա հայերից, որը սենց երկիրը քանդում են, դրանցից լավ են ապրել։ Ինչ հայ պետք է ուզենականները։ Այսինքն չի ամեն դեպքում։ Պետք չի ամեն դեպքում, չէ։ Այ ամեն դեպքում вообще դրանց չգիտեմ ինչ խոսք ասեմ։ Վատ խոսք եմ ուզում ասեմ, բայց կներես էլի չեմ ուզում ասեմ, մեզ արդեն բան էլա, ներվրեց կնաց։ Մինչև իրենց ասելը մենք էլ շատ ունենք ընդեղ ապրելու, կգնան ընդեղ կապրեն։ Հայերը գնան այնտեղ ապրեն։ Եթե իրենք ուզում են կանստեղ, մերոնք թող գնան կգնան ընդեղ, ինչ պիտի անեն։ Բայց նրանք ո՞նց կարան գանստում, թալանի երկիր չի, ինչ ա։ Որովհետև իրանք այնտեղ ասում են, որ Հայաստան արևմտյան Ադրբեջանն է իրենց բան են ասում, այ քեզ բան։ Այո, կողմ եք։ Կողմ եք, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն։ Չէ, դեմ եմ։ Եթե գնա նախարարին ասում։ Ասում են գնանք նախարարին հարցնենք։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա բացահայտվել եւ կանխվել է Իրանից Ման-25 ճանապարհով դեպի Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ըստ նախնական տեղեկությունների Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ Ման-25 ճանապարհով փորձել են Հայաստանի Հանրապետություն ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Ավտոմեքենայի խոզարկությամբ հայտնաբերվել է
26 կիլոգրամ թմրամիջոց ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են ենթադրյալ հանցակիցներին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ վաճառելու հարցը հակամարտությունները դադարեցնող երկրներին, այդ թվում նաև Հայաստանին և Ադրբեջանին։ Արհեստական բանականության նախագծերի համար անհրաժեշտ հզոր համակարգչային չիպեր արտադրող NVIDIA-ն դարձավ առաջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կատարեց իր արտադրության մի մասը Միացյալ Նահանգներ տեղափոխելու Թրամփին տված խոստումները։ NVIDIA-ն հասել է Հայաստան $500 միլիոն կներդրվի արհեստական բանականության գործարան կառուցելու համար։ Հաղթահարվել է ևս մեկ խնդիր արտոնագրի հարցը ու այս առիթով Facebook-ում գրառում է հրապարակել նույնիսկ ամերիկյան դեսպանատունը։ Ծրագիրը շատ հավակնոտ է, ներգրաված են համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ, իսկ թե ինչի մասին է խոսքը, ինչ է արհեստական բանականության գործարանը ու երբ է այս ծրագիրն իրականություն դառնալու ու ինչպես է փորձել է հասկանալ, մեզ բացատրել Անի Հովհաննիսյանը։ Արդեն կա արտոնագիրը, որը թույլ է տալիս կառուցել $500 միլիոն ներդնում ենթադրող արհեստական բանականության գործարանը։ Այս մասին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն է հայտնում։ Firebird ընկերությունը ստացել է Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին, ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Արձագանքել է նաև Միացյալ Նահանգների դեսպանատունը, հիշեցնելով, որ այս ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը կապված է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերի հետ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում։ AI գործարան կառուցելու ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց հունիսին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության լուծումներով աշխատող տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը, ավելի քան 100 մեգավատ մասշտաբավորման հնարավորությամբ։ Հայտարարվեց, որ ներդրումային այս նախագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր ռազմավարական խորհրդատու միացել է Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Իսկ ինչ է AI գործարանը, այն ոչ թե պարզապես հզոր համակարգիչ է, այլ մի ամբողջ գործարան, որը ստեղծված է ԱԲ-ին սովորեցնելու համար։ Firebird-ի տվյալներով Հայաստանի AI կենտրոնի հզորության մոտ 20%-ը տրամադրվելու է տեղական ընկերություններին, իսկ մնացած 80%-ը վաճառվելու է ԱՄՆ-ում հիմնադրված տարածաշրջանում գործող ընկերություններին։ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird-ը ստեղծվել է այս տարվա սկզբին։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Flagship Pioneering-ը NVIDIA-ի գործընկերներից է, եւ շուտով Վաշինգտոնը կթույլատրի NVIDIA-ի չիպերի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Գործարքը կնքվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև անցկացվեց գագաթնաժողով նախագահ Դոնալդ Թրամփի եւ թագաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի մասնակցությամբ։ Այս ամենի զուգահեռ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Apple ընկերության Կոպերտինյոյի կենտրոնակայան, հանդիպել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունգարդի հետ։ Մկրտչյանը նաև Google-ում է եղել, քննարկել, թե ինչ ուղղություններով կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում։ Իդեպ մենք այս թեմայի մասին այլ մանրամասներ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել ԲՏԸ նախարարության մամուլի ծառայության հետ։ Խոստացան առաջիկայում պատասխանել մեր հարցերին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Միջազգային լրահոսից Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե լինեն երաշխիքներ, որ այն երկարաժամկետ է լինելու։ Ըստ նրա, անվտանգության երաշխիքները, որոնք այժմ կան Թրամփի ծրագրում, մշակման կարիք ունեն։ Նա կասկած է հայտնել, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել մոտ ժամանակներում։ Վադեֆուլն ընդգծել է, որ Ռուսաստանն այժմ ակտիվորեն մեծացնում է զինված ուժերը, ուստի վտանգ կա, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո նա կրկին ագրեսիվ գործողություններ կսկսի։ Միևնույն ժամանակ Վադեֆուլը կարծում է, որ վերջնական որոշումը Կիևինն է լինելու եւ այն պետք է լինի ինքնիշխան։ Իսկ միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Բուլղարիայում ձերբակալվել է 35 մարդ, որոնք կապված են լայնածավալ մաքսանենգության միջազգային ցանցի հետ, որը գործել է ավելի քան 16 տարի Եվրոպայում, Բալկաններում եւ Միացյալ Նահանգներում։ Բուլղարիայից ղեկավարող եւ Եվրոպոլի հետ համակարգված գործողության ընթացքում իրականացվել է 131 խուզարկություն, որի ընթացքում առգրավել են հազարավոր արտեֆակտներ եւ ավելի քան 50 հնաոճ հրազեն։ Իրավապահները հայտնել են, որ այս ցանցի գործունեության ընթացքում փողերի լվացման գործով բացահայտվել է ավելի քան $1 միլիարդ ֆինանսական գործարք։
Նախորդին Բանգլադեշը ցնցել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության գտնվում է Նարսինգդի քաղաքում, մայրաքաղաք Դաքայից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Կառավարության տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ եւ վիրավորվել մոտ 100 քաղաքացի։ Վնասվել են բազմաթիվ շենքեր, հատկապես խիտ բնակեցված Դաքայում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ հարևան Հնդկաստանի արևելյան նահանգներում, սակայն այնտեղ լուրջ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում անցկացվող COP30 կլիմայի գագաթնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են ցուցահանդեսային տաղավարներից մեկում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բանակցողները փորձում էին ձեռք բերել համաձայնագիր կլիմայի ֆինանսավորման ավելացման եւ վառելիքից հրաժարվելու վերաբերյալ։ Կազմակերպիչներն այժմ ինտենսիվ աշխատում են գագաթնաժողովի ավարտին համաձայնության գալու նպատակով։ Դուբայի ավիաշոուի վերջին օրը ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է հնդկական արտադրության Թեջազ կործանիչը։ Դեպքի հետևանքով զոհվել է ինքնաթիռի միակ օդաչուն Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպա Նաման Շսիալը։ Սա Թեջազ 4.5 սերնդի կործանիչի երկրորդ ավիաաղետն է։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ստեղծվելու է դատական հանձնաժողով վթարի պատճառները պարզելու համար։ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ դեմոկրատ Զոհրան Մամդանիի հետ, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Չնայած իրենց քաղաքական սուր տարակարծություններին, երկու գործիչները հաշտարար տոնով քննարկել են Նյու Յորքի անվտանգության եւ մատչելի բնակաշինության հարցերը, խոստանալով համագործակցել, թեև Մամդանին այդ հանդիպանը կրկին մեղադրել է Իսրայելին ցեղասպանություն կատարելու մեջ եւ քննադատել Միացյալ Նահանգների ֆինանսավորումը։ Հանդիպան օրը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը վերջին շրջանում տարաձայնություններ ուներ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է, որ հրաժարական կտա հունվարի 5-ից, պատճառ համարելով Իսրայելի գործողությունները Գազայում որպես ցեղասպանություն անվանելու իր դիրքորոշումը եւ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման պահանջը։ Նախորդին իսրայելցի բնակիչների արձակումների հետևանքով Նաբլուսի մոտակայքում գտնվող պաղեստինյան համայնքներում վնասվել են տներ եւ այրվել մեքենաներ։ Իսրայելի վարչապետը խոստացել է պատասխանատվության ենթարկել ծայրահեղական խմբերին։ ՄԱԿ-ում Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ Գազայում Պարենի մատակարարումները բարելավվել են հրադադարից հետո, սակայն մնում են անբավարար, իսկ ձմեռային անձրևները սպառնում են պաշարներին, նշելով, որ հրադադարի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 67 երեխա։ Աշխարհի տարբեր երկրներում հակաիսրայելական ցույցերը շարունակվում են։ Իտալիայի Բոլոնիա քաղաքում հազարավոր ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ են եղել։ Ցուցարարները կոչ են արել բոյկոտել իսրայելական թիմերին Եվրալիգայի խաղից առաջ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դելվալը մեր ֆրանսերեն թողարկման հեղինակ Հասմիկ Արաքելյանին պատմել է Ֆրանսիայում թուրքական ազդեցության աճի մասին, անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչպես կարող է դա ազդել հայ համայնքի վրա։ Հետաքրքիր զարգացումներ են Ստրասբուրգ քաղաքում, որի մասին սովորաբար խոսվում են ԵԽԽՎ-ի նստաշրջանների, Եվրոպական խորհրդարանի կամ ՄԻԵԴ-ի համատեքստում, որոնք գտնվում են այնտեղ, բայց Ստրասբուրգն առաջին հերթին քաղաք է Ֆրանսիայում, քաղաքապետը հայ է, բնակիչների մեջ էլ զգալի թիվ են կազմում թուրքերը, որոնք ցանկանում են մեծ մզկիթ կառուցել։ Սա Թուրքիայի ամենաազդեցիկ կրոնական միության իսլամիստական Միլի Գյորուշի Եվրոպան գրավելու հստակ ծրագրերից մեկն է։ Ոչ ավելի, ոչ պակաս Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում ցանկանում են կառուցել թուրքական ամենամեծ մզկիթը։ 5 տարի առաջ թուրքական լոբին նույնիսկ կարողացել էր Ստրասբուրգի իշխանություններից 2.5 միլիոն եվրո դրամաշնորհ կորզել, որը նախագծի ուղիղ 10%-ն է։ Սակայն մեծ սկանդալի հետևանքով Միլի Գյորուշն իր դիմումը հետ վերցրեց, իսկ շինարարությունն այս պահին սառեցված է։ Ինչ է սպառնում Ֆրանսիայի 600 հազարանոց հայ համայնքին թուրքական Բոսֆորի ինստիտուտի լոբիի սպառնալիքների պայմաններում։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դելվալի համոզմամբ, եթե առաջիկայում Ֆրանսիայի ձախերն ու բնապահպանները գան իշխանության, ապա հայ համայնքը մեծ դժվարությունների առջև կկանգնի։ Երբ ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան Ֆրանսիայում, հուսով եմ երբեք դա տեղի չի ունենա, բայց եթե ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան, կարծում եմ նույնիսկ եթե պատմականորեն Ֆրանսիայի կոմունիստները հաճախ եղել են Հայաստանի մեծ բարեկամները եւ բազմաթիվ պատճառներով, օրինակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ում էր, ցեղասպանության հիշողության պահպանման հարցը, նաեւ շատ հայեր վաղուց քվեարկում էին կոմունիստների օգտին,
որովհետև նրանք աղքատ էին ի սկզբանե, եւ այլն։ Բայց կարծում եմ, որ եթե մի կողմ դնենք կոմունիզմը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, եթե ֆրանսիական ծայրահեղ ձախ տրոցկիստական Մեդիապարտի կամ Բոնիֆասի կամ Մելանշոնի կամ բնապահպանական ուղղվածությունը գա իշխանության, ապա հայերի համար բարենպաստ պայմաններ չեն լինի։ Իդեպ էկոլոգիստներն արդեն ապացուցել են, որ կապեր ունեն թուրքերի հետ, քանի որ նրանք ցանկանում էին Ստրասբուրգում Միլիգյորուշի մեծ մզկիթ կառուցել։ Նրանք պատրաստ էին գումար տալ եւ դա դադարեցվեց, որովհետեւ սկանդալ եղավ։ Այստեղ զավեշտն այն էր նաև, որ Ստրասբուրգի քաղաքապետը հայ է եւ ընդ որում անդամակցում է բնապահպանների կուսակցությանը։ Սակայն Ժաննա Բարսեղյանից ոչինչ կախված չէր։ Ավելին, Բարսեղյանը 2023-ին ֆրանսիական պատվիրակության կազմում եկավ Սյունիք շրջափակման մեջ գտնվող արցախցիներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Դելվալի դիտարկմամբ ֆրանսիացիները որքան հայասեր են, նույնքան էլ նրանք սիրում են ուգանդացիներին կամ ինդոնեզիացիներին։ Բացառությամբ Վալերի Բուայեի եւ նրա նման անշահախնդիր հայասեր մի քանի այլ գործիչների, մյուսները հայ համայնքով հետաքրքրվում են որպես իրենց պոտենցիալ ընտրազանգված։ Մենք գիտենք, որ ծայրահեղ ձախերի եւ էկոլոգիզմի մի մասը, որը հաճախ շատ ավելի կարմիր է, քան կանաչ, էկոլոգիզմը Ֆրանսիայում հաճախ ծայրահեղ ձախ կուսակցությունն է։ Մենք գիտենք, որ այս շրջանակները արդեն ներթափանցել են թուրքական լոբիզմի շարքերը եւ նույնիսկ ավելի ու ավելի շատ, քան ադրբեջանական լոբիզմ, որի հաճախորդները նույն շրջանակից են, ինչ կատարցիները։ Կատարցիները եւ ադրբեջանցիները Իտալիայում եւ Ֆրանսիայում, որոնց ես ճանաչում եմ, գնել են շատ լրագրողների եւ սկսել են գնել քաղաքական գործիչների։ Հայտնի խավիարային դիվանագիտությունն է։ Դելվալն ասում է, օրինակ Մարսելում բոլորը հայ ընկեր ունեն եւ ինքը նույնպես իր հայ ընկերոջից է իմացել հայ դատի մասին, բայց թուրքերը քանակով ավելի շատ են, ամբողջ Ֆրանսիայում 1 միլիոն թուրք կա, որոնք հայ համայնքի նման հարգված եւ կազմակերպված ժողովուրդ են։ Հետևաբար կգա մի պահ, որ թուրքական լոբին կգերազանցի հայկականին։ Ֆրանսիան կմնա Եվրոպայում ամենահայամետ երկիրը, բայց դա ավելի ու ավելի քիչ տեսանելի ու շոշափելի կլինի։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիայում միակ քաղաքական ուժը, որը պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, քանի որ եթե մենք դատում ենք գլոբալ, պետք է հայերին դիտարկել որպես Ֆրանսիայում արևելքի քրիստոնյաների փոքրամասնություններից մեկը, ինչպես Թուրքիայի ասորի քաղդեացիները, ինչպես Իրաքի կամ Սիրիայի արամեախոսները, ուրեմն միակ կուսակցությունը, որը շատ ուժեղ պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, իրականում հանրապետականներն են, պարոն Բրունո Ռտայոյի գլխավորությամբ։ 2024-ի ազգային ժողովի ընտրություններից հետո նախագահ Մակրոնի վերածնունդ կուսակցությունն այլևս մեծամասնություն չի կազմում, իսկ երկրում եղած ներքաղաքական լարված մթնոլորտը ենթադրում է, որ 2027-ին սպասվող նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն Ֆրանսիայի համար, ինչն էլ իր հերթին կանրադառնա հայ համայնքի վրա։ Հասմիկ Արաքելյան, Reopen Media։ Հայաստանում է International Tourism Fair Armenia 2025 ցուցահանդես համաժողովը այն տարածաշրջանի ամենախոշոր զբոսաշրջային հարթակներից մեկն է եւ մեր երկրում անցկացվում է առաջին անգամ։ Meridian Expo կենտրոնում անցկացվող միջոցառմանը մասնակցում է 50 ընկերություն, արտագնա եւ ներգնա տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, ավիաընկերություններ։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորքյանի այս տարվա ապրիլից հոկտեմբեր զբոսաշրջիկների հոսքը Հայաստան գերազանցել է երբևէ գրանցված ցուցանիշները։ Նրա խոսքով նման ցուցահանդեսները նպաստում են ոլորտի զարգացմանը։ Վերջին տարիներին գեղեցկության ամենասկանդալային մրցույթն անցավ Թայլանդում, հաղթեց Միս Մեքսիկան Ֆաթիմա Բոշը, որի մտավոր կարողությունները քննադատել էր կազմակերպիչներից մեկը։ Միս Բրիտանիան ու Միս Ջամայկան բեմից ընկել են, Միս Թուրքիային էլ թույլ չեն տվել ծածանել իր երկրի դրոշը։ Հայաստանը ներկայացրել է Փեգի Գարաբեկյանը մրցույթում, նա սկանդալներից հեռու է մնացել, բայց Հայաստանում ոչ։ Սոցցանցերում քննադատել են նրա զգեստը, որը բավականաչափ ազգային չէր։ Աննա Հարությունյանն է պատմում։
Փեգի Ղարաբեկյան, ամերիկահայ մոդել, որ թագադրվել է որպես Miss Տիեզերք Հայաստան եւ ներկայացնում է մեր երկիրը հեղինակավոր Miss Տիեզերք միջազգային մրցույթում։ Ծնված Իրանում, հասակ առած Հնդկաստանում եւ Միացյալ Նահանգներում, Փեգին միշտ հպարտացել է իր հայկական արմատներով։ Նրա ուղին դեպի Miss Տիեզերքի թագը սկսվել է 1 տասնամյակ առաջ եւ այսօր լինելով գեղեցկության մրցույթներում իր կարիերայի գագաթնակետին, նա հայտնվել է Թեժ բանավեճի կենտրոնում։ Բանավեճի պատճառը մրցույթում նրա ներկայացրած ազգային զգեստն է։ 22-ամյա Մարտուն Գևորգյանի դիզայնով ստեղծված զգեստը ըստ քննադատների հեռացնում է ավանդական տարազից։ Մարտունի խոսքով իրականում փորձել են ներառել հայոց պատմության, կրոնի, ճարտարապետության եւ մշակույթի բազմաթիվ շերտեր։ Սակայն հանրության արձագանքը բևեռացված է։ Մինչ ոմանք այն համարում են հայկական ինքնության համարձակ ու ժամանակակից մեկնաբանություն, մյուսները այն որակում են անճաշակություն եւ մեր մշակույթի ոչ պատշաճ ներկայացում համաշխարհային բեմում։ Armenian national costume մի քիչ Armenian national չի մեր մեջ ասած, չգիտեմ։ Ոչ մի բան կներեք։ Ես չգիտեմ, ուսերի ինչ է անհասկանալի ինչ-որ թևիկները ինչը, չգիտեմ, անկեղծ ասած ոճը չհասկացա ինչ էր։ Ես իրականում չեմ նայում այդպես հաղորդումներ, դրա համար չգիտեմ, տեղյակ չեմ։ Մեր Miss Տիեզերքի շորը տեսել եք։ Ուժս։ Առաջ անգամ եմ տենում։ Պարտադիր չի կարծիք ունենամ, հատուկ կարծիք չունեմ։ Ավելի հետաքրքիր, ավելի կարևոր թեմաներ կարակ ասեք, չեմ գնահատական չեմ տալիս։ Հետաքրքրված չեմ ոլորտով, անծանոթ ոլորտ է։ Չնայած բանավեճերին Փեգի Ղարաբեկյանը հաստատակամ է իր առաքելության մեջ։ Նրա համար այս ճանապարհը տասնամյա երազանքի իրականացում է, մի ուղի, որտեղ իր խոսքով առաջնորդվել է իր հավատքով։ Սիրելի հայ ժողովուրդ, միշտ հիշենք, որ մենք ուժեղ ազգ ենք։ Մեր ապագան լույսավոր է, եւ մեր հույսը միշտ թող լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Դերասան ոճաբան Արամ Նիկոլյանը սոցցանցերում թեժացած բանավեճի առիթով նշում է, որ նման մրցույթներում շատ զգեստներ ավելի շատ հիշեցնում են դիմակահանդեսային հագուստ, ինչպես օրինակ Շրի Լանկա մասնակիցը ներկայացել է թեյնիկի տեսքով։ Եվ այս համատեքստում Հայաստանի զգեստը կարող էր անգամ համարվել ձևաչափից դուրս, իր համեմատաբար զուսպ լինելու պատճառով։ Տեսել եմ այլ երկրների նաև մասնակիցների հագուստներ, որոնք որ հիշեցնում էին դիմակահանդես այդ ֆորմատի հագուստները։ Միգուցե կազմակերպիչները ունեն իրենց հստակ ֆորմատը եւ պահանջում են դա, ու եթե այդ տեսանկյունից նայենք, մեր աղջկա զգեստը անգամ ոչ ֆորմատի մեջ էր։ Որպես դիզայներ, որը հաճախ ոգեշնչվում է հայկական ինքնությունից, Նիկոլյանն ընդգծում է, որ կա շատ նուրբ սահման եւ կան արժեքներ, որոնք պետք է զգուշորեն մեկնաբանել ժամանակակից նորաձևության մեջ ներառելիս։ Շատ կարևոր, շատ նուրբ սահման կա ու կան արժեքներ իրականում, որոնց մոտենալիս պետք է զգույշ լինել։ Ինձ համար չկան արժեքներ, որոնց որ պետքա չի կարելի կպնել, իմ համար կան արժեքներ, որոնց որ պետք է ճիշտ մատուցել, ճիշտ դիրքով, ճիշտ տեղով, այսինքն օրինակ, եթե այսպես օրինակով խոսամ, որ իմ խոսքը նորից խնդիր չդառնա մարդկանց համար, խաչը երբևիցե խաչի սիմվոլիկան կոշիկի կամ ոչ հարիր տեղում չեմ տեղադրի։ Այսինքն քրիստոնեության գաղափարը ոտքից գլուխ կմատուցեմ, բայց իր սիմվոլիկան հստակ կետերով, հստակ տեղերով։ Նիկոլյանը ցավով է նշում, որ հասարակությունը հաճախ արժևորում է անկարևոր բաներ եւ ընդհակառակը արժեզրկում իրական արժեքները։ Նա նշում է, որ վերջերս Հայաստանում անցկացված նորաձևության շաբաթը գրեթե աննկատ մնաց։ Մինչդեռ Փեգի Ղարաբեկյանի զգեստն իր վրա է սևեռել բոլորի ուշադրությունը։ Մի քանի օր առաջ Հայաստանում նորաձևության շաբաթ էր անցնում ու շատ քչերն էին դրա մասին տեղյակ կամ տեղյակ են այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են նորաձևության ու շատ քիչ են մարդիկ, ովքեր որ նմանատիպ աղմուկ կարան բարձրացնել լավ բանի համար ու կուզենայի գոնե դա փոխվեր մեր հասարակության մեջ։ Հնչած քննադատությունները միայն Հայաստանում եւ միայն մեր երկրի մասնակցին չեն ուղղված։ Ամբողջ մրցույթն է դարձել թեժ քննարկումների առարկա։ Miss Universe Laos 2025 is Salawa։ Այս տարվա հաղթող ճանաչվեց Մեքսիկայի մասնակիցը։ Աննա Հարությունյան, Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։